տառերը ունեն տառանուններ, դրանք անփոփոխ են, ինչ կերպ քարը ունի քար անուն, ծառը ծառ, չէ, մարդը մարդ, այնպես էլ հնչյունը, որը միակ եւ միանշանակ խորհուրդ ունի, հնչյունին տրված է մեկ բառային իմաստ, խորհուրդ, եւ տվյալ հնչյունը կոչված է որոշակի բան անելու, նորից նույն սկզբունքն է աշխատում, հնչյունները, տառերը դրանք պայմանական չեն։ Հիմա մենք կզրուցենք տառերի առանձնահատկությունների մասին, ուրեմն նախ տառանունները։ Ես արտասանեմ պարզապես դրանք, ան կոչում է արարիչ, բնդ բովանդակ, գնգոյության, եւ այս կերպի, արարիչ, բովանդակ գոյության դատավոր երկնքի, զորավոր էություն ըսթուն, թագավոր ժամանակած իրաց, լուսո խավարի, ծոված կենսականած համայնի, ձայն ղողանջած, ճեմարան մտած, Հիսուս նազովրեցի շնորհող եշունչ, չարյաց պատաղիչ ջանադիր ռաբբի, սուրբ վկայություն, տեր ժոպեի ցանկալի ու փառ Քրիստոսի։ Ուրեմն սրանք հայոց այբենի տառանուններն են, որ Մեսրոպ Մաշտոցին երբ որ տրվեցին տառերը եւ տրվեցին նաեւ անունները։ Այս ուրեմն տառերի տառանունները վեր են հանվել Մատենադարանից, Պողոս Պողոսյան լեզվաբան դասախոս, որին ճանաչում ես բարեբախտաբար ես բախտ չեմ ունեցել ճանաչելու իր գործերն եմ զանոթացել, դուրս է բերել այս տառանունները եւ շարունակությունը երևի թե իմ եւ մնաց այլ հայ մարդկանց է թողնվել ավելին դիտարկելու բանից պարզվում է եւ որ տառանունները գործադրում ես իմաստասիրության տիրույթում սկսում ես հասկանալ ընդհանրապես երևույթային աշխարհը Աստծո գործընթացները եւ ճշմարտությունը պարզապես եւ Սուրբ Գիրք եւ Աստծո ռեալ հայտնապես գործող երևույթները եւ երբ որ օրինակ ասենք մենք մեզ հայ ենք ասում իդեպ հողագանդի վրա միայն մենք ենք մեզ հայ ասում երբ որ հ-ա-յ տառերի տառանունները տառերին վերադրում ես իր տառանունները ստացվում է հն համայնն է ան արարիչը յն Հիսուսը ստացվում է որ հայ ազգը Աստծո գործընթացների մեջ կոչվում է համայնի արարիչ Հիսուս որ նույն հայն է իհարկե եւ ստացվում է որ ոչ թե հայն է այլ հայով է փրկության խնդիրը իրականացնում Աստված մեզ վերապահված է այդ շատ տեզերական առաքելություն այդ իմաստով հայոց այբենի տառանունները առօրյա լեզվամտածողությունից տարբերվում են իդեպ թաքնագնային մտածողության մեջ դրանք այլ իմաստ ունեն օրինակ բերեմ օրինակ 11-րդ տառը կոչվում է իրաց լուսո իրաց բանից պարզվում է իր բառը թաքնագրության մեջ դա մարդ արարածն է մարդ արարածին վերաբերվող մեկ տառ կա դա 11-րդ տառն է իրաց ապացույցները անսահման շատ են մենք ասում ենք իրար հետ նստած զրուցում ենք չէ իրեն խոսում էր իրավաբանություն իրավունք իրը առարկայի կապ չունի իրը առարկայի կապ չունի կամ ասում ենք երկը իր մոլորակ եթե իր առարկա լիներ հողագնդի վրա երկակի բնույթով առարկա կլիներ կամ նյութ բայց այդպիսի բան չկա բայց կա երկտեսակ մարդ կին տղամարդ այսինքն մոլորակը կապույտ մոլորակը երկիր մոլորակը կոչվում է երկմարդ մոլորակ կին տղամարդ մենք վերցրել ենք խեղել ենք այդ իրը ինչպես արջիճը դարձրել ենք կապար չէ իր բառը սկսել են գործադրել եւ մարդու նկատմամբ եւ առարկայի եւ որ առարկայի նկատմամբ բազում բառեր ունենք որպեսզի հատկանշենք առարկան նման խեղումներ կա իմ դիտարկումների մեջ փորձել եմ վերցանեմ ու փառք Աստծո ստացվել են դրանք որպեսզի թագնագրային խորհուրդների մեջ հասկանանք դա ինչ է նշանակում տառերի
տարաձևերի խորհուրդ, սա բառային իմաստներ, որի շուրջ կարող ենք շատ երկար խոսել, իդեպ։ Շատ լավ, ուրեմն եթե փորձենք ամփոփել, ասենք դարձյալ կրկնում ենք, որ յուրաքանչյուր տառ ունի իրեն համապատասխան բառը, իր իմաստի նշանակությունը, ինչպես որևէ մարդ կամ առարկա ավելի ճիշտ, ծառ է, քար է եւ այլն, տառներ ունի իր անունը։ Եվ այդ անունը ամփոփող է։ Ամփոփող է։ Հիմա, ուրեմն, բայց մի բան ինձ կապա պիտի խոսեմ, որ չխոսեմ, կճակեմ բնավորությունս գիտես դու։ Այդ բանի մասին, որ ասեցիր, թուր Քրիստոսի, թուրքի պարագային, բայց թն այստեղ թագավոր է։ Ես այդ հանգիստ խոսում եմ ես բազ, որովհետև ես գիտեմ թե դու ով ես։ Կյանքդ ես դրել, կռվել ես, թուրքի դեմ ես կռվել։ Այդ իրավունքով եմ ասում, պարոն Վարդան, որովհետև 4 տարի թողած ամեն սրբություն գնացել եմ իրոք իմ ընկերների հետ, իրոք գիտեմ ինչ եմ ասում։ Թուրքը ինձ սպանել, մորթել, ընկերներից մի մասը համբարձվել են եւ այլ, բայց ամեն դեպքում դա այդպես է, այսինքն Թուրքի պարագայում իմ վերաբերմունքը թաքնագրային տեսանկյունից հետեւյալն է, իդեպ լինելու է շուտով հետեւյալը, Թուրքը աղերսելու է փրկություն իր հոգու համար եւ այդ փրկությունը իրենց տալու է հայ ազգը, այդպիսի ընթացք է լինելու մի քիչ հետո։ Բայց բանը թուրը ասած։ Ուրեմն Աստվածաշնչում ինչ է ասում։ Ասում է, երբ որ Ադամը խախտեց Աստծո դրած պայմանը, Ադամին դրախտից հանեց դեպի արևելք։ Եվ այնտեղ թուր դրեց, որպեսզի թուր եւ կրակ, որպեսզի հայը Ադամը չվերադառնա այնտեղ։ Դու ըստ այ բենի չես ասում, դու ըստ այդ պատմության ես ասում, այդպես ասած։ Եվ ըստ իմաստասիրության։ Ըստ իմաստասիրության։ Իդեպ այս պարագայում հիմա ասենք մենք Թուրքին դատի ենք տալիս, չէ, ուզում ենք պատժենք, մենք գործիքին ենք դատի տալիս։ Նայում ես ինչա։ Պարոն Վարդան, խնդիրը բավականին բարդ ու լուրջ է։ Երբ որ հողագնդի վրա մեր թշնամին մեր ազգի, որից է ազգ չի, եթե որից է ազգի թշնամի այլ ազգ է, ազգություն է, մեր ազգի թշնամին սատանան է։ Որովհետև ինքը գիտի, որ այս ազգին տրված է Աստծո խոսքը, բավական է հայ մարդը հասկանա ինքը ով է, կամ իրենով ինչ է տրված, դա բացահայտի, ինքը բացահայտում է իրեն, այդ լուսե ճանապարհն է բացում, ինքը փրկում է իրեն, փրկելով մնացյալը, բոլոր ազգերին։ Դրա համար այդ առումով մենք Թուրքի դեմ համարժեք վերաբերվել իրավունք չունենք, անբարո է, տեզերական բարոյականության նորմերով ճիշտ չէ արդեն իսկ։ Նույնն թե ասենք բնակտանդ վրա հարձակվեն գայլեր, դու երկու ճանապարհ ունես, կամ վերացնես իրենց, կամ վանդակ սարքես մեջը պահես, մեկ էլ նայես, երկխոսես։ Այսինքն վերաբերմունք ինքը համարժեք թշնամի չէ մեզ Թուրքը։ Մեր աստվածային խորհրդի վերադառնալու պարագայում Թուրքը դադարում է թուրք լինելուց։ Եթե թուրքը հզոր է, թուրք երևույթը, չէ՞ հողագնդի վրա։ Սա նշանակում է թուրք ինչքան հզոր է, մենք այդքան շեղված ենք մեր բուն խնդրից։ Հակադարձ համեմատական։ Հակադարձ միանշանակ, դա ինդիկատոր է, բավական է ամեն ինչ վերականգնի, սա նշանակում է մենք վերականգնել ենք մեր բուն խնդրի մեջ։ Սա որպես զինվորական, որպես հայր, որպես հայ մարդ, որպես հողագնդի մարդ, որպես մարդ արարած, մտահոգ մարդ բոլորի համար, սա այդ իրավունքով եմ ասում իդեպ։ Ես գալիս եմ այլ բանի, այլ հաստատման, որ հայ մարդ այնպես է անտարբեր վերաբերվել ի վերուս տրվածին, ինքը իջել է Գազանի մակարդակի հարաբերությունը թույլատրել է, որ այսինքն չի կարևորել ի վերուստ ինչա տրված։ Եվ պարզապես սատանա կոչվածը ամեն մի անկատար երևույթ սատանայի զորքի մեջ է, սատանայի միջոցների մեջ է, նաև թուրքը բնականաբար։ Բավական է մենք մեր զգոնությունը եւ մեր կարևորումը շեղեինք, միանշանակ պետք է պատժվենք, թուրքի կողմից չէ, մյուսի կապ չունի։ Այս խորհրդի մասին է խոսքը, սրանք համարժեքության, թուրքը հիմա ինչ ասում է, թուրքը մեղք է, պարզապես։
մեր սխալ լինելու պատճառով մենք իրեն դարձրինք պատմական հանցագործ։ Դե միայն մենք չենք, Հյուգոն լավ խոսք ունի, ասում է, այստեղով թուրքն է անցել։ Նա որ գնացել է հանցագործ է։ Իդեպ ամեն դեպքում բավական է մենք այդ պատճառական առումով մենք մեր մեջ փնտրենք որակները, երևույթը ոչիր է, դա պետք է Աստծո առաջ պատասխան տա թուրք ազգը, այդ միանշանակ է։ Եվ բայց մեր առաջ խնդիր է դրված մեր աստվածային բուն խնդրին հետ վերադառնալու։ Այլ խոսքով ես միանգամից եղերնի մասին խոսենք, ես գիտեմ, որ մերոնց համար շատ կարևոր բան է, շատ նաև նուրբ զգացական հարց է։ Այլ խոսքով, քո ձևակերպումը այսպես է։ Երբ որ հայը ի վեր Աստծուց իրեն տրված շնորհները, որ միայն իրեն չի տրված, այլ տրված է մարդկությանը փոխանցելու համար նաև։ Միայն ծառայաբար թակավորելու, երբ հայը թերանում է այդ առաքելությունը կատարել, կամ երբ ինքը մոռանում է այդ արժեքը անգամ, որ իրեն տրված է, կամ որևէ ձևով թերանում է այս խնդրում, ապա անպայման գլխի փորձանք է գալիս, եւ փորձանքը ոչ թե Աստված է տալիս, այլ տալիս է Սատանան։ Այսպես հասկացանք։ Ինչու է Սատանան տալիս այդ փորձանքը, որովհետեւ տեսնում է արդեն թուլացել է, կարելի է սրան վերջացնել, ոչնչացնել, եւ հարցերը լուծել, այսինքն որպեսզի չիրագործվի, ասենք, Աստծո ծրագիրը։ Խանգարվի Աստծո ծրագիրը։ Շատ կարևոր բան ես ասում, ես ավետարանից մեջբերում անեմ։ Քրիստոս Հիսուս գնաց իրեն ծննդավայր Նազարեթ, որտեղ մեծացել էր պատանեկությունը։ Հավետարանում ասում է, մարդիկ այնպես անհավատ էին, որ Քրիստոս ոչ թե չուզեց օգնի բուժի մարդկանց, այլ չկարողացավ։ Այսինքն, եթե հավատի պարագան դադարում է, չէ, հավատալը թուլանում է կամ չկա դա, այդ դեպքում Աստված անգամ անզոր է օգնել մարդուն։ Սրա մասին է խոսքը։ Այդ դեպքում արդեն իրոք Սատանայի ձեռքերը ձերբազատված են եւ ինքը գործում է։ Դրա հակառակն էլ կա, որ կինը փեշին է տողում Քրիստոսի, ասում է հավատքդ քեզ փրկեց։ Միանշանակ դրանք պատմական Մանրախիչապ հավատքը կարող է սարը շարժել եւ այլն։ Դրանք իրողություններ են հաստատ։ Ձևակերպումը սա է, սիրելիներ։ Ըստ մեր սիրելի Սամվելի, որ երբ հայը հեռանում է իր արմատներից, այսպես ասենք, այն արմատը խնդիրն է։ Հեռանում է ինքնին արմատի մեջ տրված է եղել։ Մենք այսքան ժամանակ ասում ենք մեր արմատների մասին, ծագման եւ այլն։ Երբ հայը հեռանում է իր արմատներից, երբ հայը կորցնում է գիտակցությունը, որ ինքը Աստծո ներկայացուցիչ է այսօր երկրագնդի վրա, կատարելու որոշակի առաքելություն, այդ պարագային անպայմանորեն առաջանում են կացություններ, որը մենք անվանում ենք մեր գլխին եկած փորձանք, անվանում ենք այսինչ կյանքը, այսինչ վիճակը, այն մարդը սենց ապրել չի լինի, ու երբեք չեք անդրադառնում, որ սպասեք մեր մեղքը ինչ է սրան։ Անդրադառնանք, տեսնենք ինչն է պատճառը սրան։ Խոսքը եղանը չի, ամեն ինչ։ Այսօրվա դրությունում ենք, այսօրվա մեջ։ Միանշանակ ես կոտրում եմ այս գրուպ կոտրուկի վրա անալիզներ անելով անդադար, միշտ վերջը գալիս է մի եզրակացության, որ այո, ամեն ժողովուրդ արժանի ասում են իստակավորին կամ նման բան, ինքը իր մեղքով է անում ինչ որ լինում է։ Ուրեմն մենք Աստծո տված այուբենի նկատմամբ անփույթ ենք եղել եւ որպես բանական համակարգ պատմական խեղումներ ենք մտցրել։ Այսինքն 9-րդ տարում մեծատար փոքրատար մեկ տարաձև կար, մեկ հնչյուն մեկ տար խեղել ենք դա։ Այսինքն մեծատարի փոքրատարի մեջ բերելով այսինքն խառն էր, չգիտես որ ինչ արեցին, եւ 12-րդ տարում ավելացրինք եւ օֆն եւ վերջնական խաթարման ենթարկեցինք եւ հիմա այդ ծուր լեզվային գրավոր խոսքի դաշտով ուզում ենք լուրջ կատարյալ լեզու վերականգնել, չի լինում այդ կերպ, որպեսզի բերած խեղման կարևորումը կարևորենք, երբ որ ավելացված տարերի կարգաթվերը գումարում ենք եւ օֆը 37, 38, 39, կարգաթվերի գումարը կազմում է 114, Մուհամմեդի Ղուրանը բաղադրված է 114 սուրահից, այսինքն թվերի լեզվով մենք Աստծո տվածին ավելացնենք Մուհամմեդի զառանցանքները, պարզապես, եւ մերօրյա իրողությունների մասին, ներկայիս սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության 114 հոդված ունի,
Ուրեմն երագույնն է մեր դրոշը, երագույնը դա դրոշի անունն է, երբ որ գումարում ենք կարգաթվերը, ստանում ենք 114։ Երևան քաղաքը 114 երթուղային տաքսիների երթուղի ունի։